Վարչապետ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի դրսևորում էր, որի նպատակն էր խաթարել Հայաստանի պետականությունն ու անկախությունը։ Նրա խոսքով պատերազմի եւ ապատեղեկության միջոցով հակաժողովրդավարական ուժերը փորձել են վերցնել իշխանությունը, բայց իրենք չեն համաձայնել եւ իշխանությունը վերադարձրել են ժողովրդին ընտրությունների միջոցով։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2021-ին տեղի է ունեցել արտահերթ ընտրություն, որոնցում քաղաքացիական պայմանագիրը հաղթել է ստանալով ժողովրդի վստահությունը։ Հայաստանն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, նշել է Փաշինյանը։ Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում որպես ժողովրդավարական պետություն։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած իր ելույթում, ասել, որ Հայաստանը հեղափոխությունից ավելի քան 7 տարի անց զբաղեցնում է իր համեստ, բայց ամուր տեղը Եվրոպայի ժողովրդավար երկրների շարքում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, որը սակայն դեռևս շատ փխրուն է։ Նա կոչ արել խնամքով վերաբերվել այս փխրուն ձեռքբերմանը։ Խաղաղությունը արձակուրդ կամ հանգիստ չէ, խաղաղությունը ամենօրյա աշխատանք է, խաղաղությունը նորածին երեխային նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։ Մեր նորածին խաղաղությունը այսօր արդեն 1 ամիս 22 օրական է, եւ խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա եւ իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։ Այսօր այո, իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, ով Հայաստանում ժողովրդավարության երաշխավորն է, եւ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առել օգոստոսի 8-ի գագաթնաժողովից հետո Իսլամական Հանրապետության նախագահ Փեզեշքյանի հայտարարությանն այս հատվածը միայն թնդաց, ասել է, թե լսեցին եւ մեջբերեցին հայկական հասարակական քաղաքական քննարկումներով, թեպետ իրանական մեհր գործակալության հաղորդմամբ այդ մեկնաբանությունից հետո երկրի առաջնորդը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման ուղու հետ կապված բայց ուներ, մեջբերում, բայց մտահոգիչն այն է, որ ճանապարհը կառուցելու են հայ-ամերիկյան ընկերությունները, մեջբերման ավարտը, ու այսօր էլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության Ամերիկայի կուլմինացիայից գրեթե 2 ամիս անց չեն փարատվում մեր հարավային հարևանի մտահոգությունները, ընդ որում այն դեպքում, երբ նույն այս ընթացքում բազմաթիվ շփումներ են ունեցել մեր երկրի ու Իրանի պաշտոնյաները, ընդհուպ ամենաբարձր մակարդակով։ Ճանապարհին ինչ լիազորություններ է ունենալու այդ մասնավորը, դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող դեսպան Սոփանիի հարցն է։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավվելու է ներդրումներ։ Այս մասին մանրամասները հստակ չեն։ Վաշինգտոնյան փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանն ապաշրջափակելու են իրենց ճանապարհները 5 սկզբունքով՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության ու փոխադարձություն։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հենց այս սկզբունքներին հղում անելով է հայտարարություն արել, թեպետ օրինակ Հայաստանում շարունակում են քննարկել, ինչու սևով սպիտակի վրա Ադրբեջանի դեպքում գրեցին անխոչնդոտ ճանապարհ, Հայաստանի համար փոխադարձ առավելություններով ձևակերպումն առանձնացրին։ Իրանցի դիվանագետի շեշտն է, եթե օրինակ Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի եւ Ջուլֆայի միջով պետք է կարողանա կապվել Իրանի հետ։ Ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը ոչ, քանի որ ծրագրի անունը խաղաղության խաչմերուկ է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն։ Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել եւ այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի։ Ինչ է ասում Իրանն ըստ էության մասնագետի պնդումն է, անորոշ իրավիճակ է։ Ամերիկան Իրանին հարևան կդառնա, թեև ավելի այսպես պահպանողականներ այդ մտավախությունն ունեն, բայց հիմնականում այն, որ կարող է հայ-իրանական սահմանը այսպիսով վերանա։ Իրանը այլևս չի կարող Պարսից ծոցով հասնի Սերծով Հայաստանի տարածք։
կարգով։ Մինչև կպարզվեն ջրերը, նկատենք նաև, որ ամբողջ այս ընթացքում Բաքվի լեզվից չէր իջնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Ալիևը Թերանի համբերությունն է չափում, թե այլ խաղ է խաղում, ինչ է մոգոնել նա Իրանի թշնամի Իսրայելի դաշնակից։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարշավայում ընթացող անվտանգության ֆորումին մասնակցող արտգործնախարար Միրզոյանը համաժողովի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ։ Միրզոյանը եւ Շեկերնիսկան անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Վաշինգտոնյան համաձայնություններին եւ Թրամփի ուղու գործարկման կարեւորությանը։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ ռազմական դաշինքի միջև փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործման ուղղված քայլերի ընթացքը։ Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին հարց օրակարգում չկա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով հայկական կողմը տարբեր մակարդակներով հստակեցրել է իր դիրքորոշումը, իսկ ռուսական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Դեսպանը հիշեցրել է, որ ռազմաբազայի տեղակայման համաձայնագիրը գործում է մինչև 2044 թվականը ավտոմատ երկարաձգման պայմանով։ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ, հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն եւ տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար։ 2018-ից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է շուրջ 43%, երկրի պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են, կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 2018-ի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել։ Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2024 թվականին Հայաստանի բնակչության աճի տեմպը կազմել է 2.3%, հայտնում է Համաշխարհային բանկը։ Բանկի տվյալներով սա տարածաշրջանի երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ադրբեջանում այս ցուցանիշը կազմել է 0.48%, Իրանում 1.5%, իսկ Թուրքիայում 0.23%։ Ռուսաստանում եւ Վրաստանում էլ համապատասխանաբար 0.2% եւ 1.13%-ի անկում է գրանցվել։ Հայաստանը 2025 թվականին առաջին անգամ հարգման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին ավարտվում է տվյալների փոխանակման այս տարվա ընթացը։ Հաջորդ տարիներին փոխանակվող երկրների ցանկը կընդլայնվի եւ կհամալրվի այն պետություններով, որոնք 2025 թվականին դեռևս չեն ընտրել Հայաստանը որպես գործընկեր երկիր։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի եւ գազոիլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով արտադրության ծավալների տեղային կրճատման եւ պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։ Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացույցային օր անց։ Իրավիճակին եւ տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր 3 պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնեն, գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին հանդիպումը տևել է մի քանի ժամ։ Հայտնենք նաեւ, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ պաշտպանության նախարարության ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել։
Պաշտպանության նախարարության մուտքի մոտ քաշքշուկի մի կողմում անհետ կորած զինծառայողների ծնողներն են, մյուս կողմում իրավապահները, որոնք կանխում են ծնողների մուտքը նախարարության տարածք։ Նախորդ օրերին ծնողներից մի քանիսը ակցիաներ են կազմակերպել, որոնց նպատակն իրենց անհետ կորած որդիների խնդրին պատասխանատուների ուշադրությունը հրավիրելն էր։ Այս անգամ մարդիկ փակել են պաշտպանության նախարարության մուտքը գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման պահանջով։ Իրանց տված այդ անհանգստությունը, անհարմարությունը դա մենք հենց այնպես չենք անում, որովհետեւ մեր հավեսի համար։ Այդ երեխեքի ճակատագրով վերջես երգիրը պետք է զբաղվի, թե չէ։ Ոնց նայում ենք զբաղվող չկա։ Տարբեր չինովնիկներ եւ կազմակերպություններ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների տարբեր թվեր են հրապարակում։ Հիմնականում շրջանառվում է 200-ից ավելի թիվը։ Այստեղ ընդգրկված չեն 2023-ի Արցախ-ադրբեջանական մեկօրյա պատերազմի եւ Վառելիքի պահեստարանի պայթյունի հետևանքով անհետ կորածները։ Մենք ակնհայտ փաստեր ունենք, երբ որ վստահ էինք, որ մարդիկ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը մերժում էր, ասում էր, որ տեղեկություն չի կարող տրամադրել այդ անձանց վերաբերյալ։ Այսինքն հնարավոր չէ ասել, որ տվյալ անձինք գերության մեջ են, մյուս կողմից չի կարելի նաև հիմնավորել, որ նրանք զոհված են։ Հենց այս անորոշ վիճակն է վերջինների հարազատներին արդեն մի քանի տարի բարի բուն իմաստով հոգեպես քամում։ Մյուսները շարունակում են լինել բռնի անհետացածի կարգավիճակով, այսինքն դա այն իրավիճակն է, երբ որ մենք հստակ տվյալ ունենք, որ անձինք իրանց տիրապետության ներքո են գտնվել, բայց Ադրբեջանը շարունակում է շղթել այդ փաստը։ Կան նաև նրանք, որոնց մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկա, այսինքն մարտի դաշտ տեղափոխվելուց հետո նրանց մասին ոչինչ հայտնի չէ։ Հարազատները նախորդ տարիներին անընդմեջ կապի մեջ են եղել հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք պարբերաբար տեղեկացրել են, թե ինչ փուլում է անհետ կորածների ճակատագիրը պարզելու process-ը։ Հիմա այդ կապն այլևս չկա։ Առաջ սաղ այդ գործառույթների գոնե 60%-ը 50%-ը արվում էր։ Այսինքն ես ոչ մեկին ոչ գովում եմ Աբազյանի վախտով։ Ես ոչ մեկին ոչ գովում, ոչ Աբազյանի մորոխպուր տղեն է, հենցա որ ուղղակի եթե համեմատում ենք, չէ, Աբազյանը հանդիպում էր հետս հետը ծնողների հետ։ Որևէ առարկայական քայլ չեն տեսնում խնդրահարույց հատվածներում որոնողական աշխատանքներ սկսելու կամ ընդլայնված օրինակ հարցումներ անելու ադրբեջանական զինվորներին, զինված ուժերին, թե որտեղ օրինակ ունեն եղբայրական գերեզմաններ։ Առանձին դեպքերում ի դեպ ծնողները կարելի ասել սեփական հետաքննությունն են կատարել եւ բարձել շատ ավելին, քան կարող էր անել այդ պահին մի ամբողջ պետական համակարգ։ Ընդհուպ ծնողները նույնականացրել էին այն ադրբեջանցի զինվորին, ով վիդեոյով երևում է, որ գերեվարում է հայ զինծառայողի։ Նույնիսկ մեր այդ հարցերը, թե արդյոք Ադրբեջանը գոնե փորձել է այդ մարդուն կանչել հարցաքննության, ասել լավ է զինվորին ինչ է արել, մնում են անպատասխան։ Իրավապաշտպանները դեռ տարիներ առաջ էին նշում, որ անհետ կորածների խնդիրն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի եւ դրված է սեղանին որպես բանակցությունների առարկա։ Նրանք վրդովված են Հայաստանի այսքան զիջումների ֆոնին այս խնդիրն առ այսօր լուծում չի ստանում։ Բայց ինչի՞ց եղել է դեպքում։ Սեպտեմբերի 30-ին մայրաքաղաքում IS-ի 112 հասցեում գտնվող շինություններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ 4 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փլուզման նշաններ չկա, սակայն որ պայթյուն է եղել, դա հաստատ է եւ այդ պայթյունի հետևանքով առաստաղը թափվել է։ Իսկ պայթյունի հետևանքով կոտրվել են պատուհանի ապակիները, առաստաղի վրա փակցված պլաստմասե կոնստրուկցիաները, առհասարակ տարածքն անմխիթար վիճակում է եղել։ Տեղեկությունները, որ կարի արտադրամասը հերկվում է, կարի արտադրամաս չի։ Ժամանել են փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Պայթյունի պատճառները պարզվում են։ Սեպտեմբերի 30-ին խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արտաշատ վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին բախվել են Ford Fusion-ը եւ Zil 130-ը։ Ford Fusion-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ շրջվել, ապա բախվել դաշտում տեղադրված երկաթե կոնստրուկցիային եւ գողաշրջվել։ Ford Fusion-ի վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը օպերատիվորեն ժամանած փրկարարության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են հայտնաբերել մեքենայից դուրս։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։
Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են նաև մարմնի մասեր, մասնավորապես ոտքը կտրված, այս պահին փրկարարներն արդեն հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել են տարածքը։ Սեպտեմբերի 28-ին Այգաբան գյուղի կամրջի մոտ բախվել են ՎԱԶ 2106-ը եւ Մերսեդեսը։ Մեկ հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, օպերատիվ են գործել Վեդու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Սեպտեմբերի 29-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքում կրակ եւ ծուխ է նկատվել։ Շենքը կիսաքանդ է։ Կրակը մարելու համար ժամանել են հրշեջների 5 մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք։ Տեղում էր փրկարարծարայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Ժամանել էին նաեւ Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահում, Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Տարածքը սակայն գազաֆիկացված չէ։ Սեպտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել։ Մահացածը Երևանի 43-ամյա բնակիչ է, ով վերջերս է Ռուսաստանից վերադարձել։ Փրկարարծարայության Երևանի թիվ 7-րդ թշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել, նաև ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։ Եվ Կորեայի ձորում ակտիվ շինաշխատանքներ են, ճանապարհը հիմնովին նորոգվում է, կատարվել է լայնացման, հսկայածավալ աշխատանք, մի քանի տոննա քար ու հող է հեռացվել։ Տեղում աշխատում են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք չսպասելով հողահեռացման աշխատանքներին ձեռնամուխ են եղել այդ վայրով անցնող գազատար խողովակի տեղափոխմանը։ Առաջիկայում ճանապարհաշինարարներին են միանալու նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները։